Իսկ դու գիտեիր, որ հենց հիմա աշխարհը կարող է մտնել իր վերջին փուլը։ 900 տարի առաջ գրվել է մի մարգարեություն եւ այն իրականում է մեր աչքի առաջ։ Ֆրանցիսկոս Պապը մահացել է եւ նա համարվում էր 112-րդ Հռոմի Պապը ըստ Սուրբ Մալաքիայի մարգարեության։ Միգուցե դու երբեք չես լսել այս մարգարեության մասին, բայց ասվում է, որ երբ կա 112-րդ Պապը, կսկսվի աշխարհի վերջը։ Ոչ թե միանգամից, ոչ թե պայթյունով, այլ աղետների, բաժանումների եւ քավոսի ճանապարհով։ Այս մարգարեությունը գրվել է 12-րդ դարում մի իռլանդացի եպիսկոպոսի կողմից Մալաքիա անունով։ Նա ասում էր, որ Աստված իրեն ցույց է տվել բոլոր ապագա պապերի անուններն ու ճակատագրերը։ 112 պապ ու վերջ։ Վերջինը անվանելով Պետրոս Հռոմեացի, նա գրում է. նրա ժամանակի ընթացքում քաղաքը կվերանա, նա կպահի ոչխարներին միջին տառապանքների մեջ եւ երբ դա ավարտվի, մեծ դատաստանը կգա։ Եվ ահա այսօր Ֆրանցիսկոս Պապը հենց 112-րդը այդ ցանկում պաշտոնապես մահացել է։ Ոմանք ասում են, սա պարզապես պատահականություն է, բայց մյուսները պնդում են, հենց նրա մահվան պահից է սկսվում աշխարհի վերջը։ Դու ինքդ նայիր շուրջդ, պատերազմներ, երկրաշարժեր, կլիմայական քաոս, համաճարակներ, ինչքան բան է պետք որ մարդիկ ընդունեն, սա արդեն սկսվել է։ Եվ եթե Մալաքյան ճիշտ է, ապա Վատիկանը, որպես հոգևոր կենտրոն, շուտով կփլուզվի, հետո աշխարհն այլևս նույնը չի լինի։ Սա պարզապես պատմություն չէ, սա միգուցե նախազգուշացում է։ Հարցը միայն մեկն է. դու պատրաստ ես, եթե սա իսկապես աշխարհի վերջն է։ Գրիր մեկնաբանություններում քո կարծիքը եւ չմոռանաս բաժանորդագրվել։